2024 թվականի նոյեմբերին Civilnet-ը միջազգային հեղինակավոր OSCRP կազմակերպության հետ համատեղ հետաքննություններ հրապարակել վերնագիրները Ավինյանի բիզնեսները պետական գումարների անուղղակի շահառու տվյալ հետաքննության մեջ մենք բազմաթիվ փաստեր ներկայացնելով խոսել ենք նրա մասին, որ Ավինյանների, այսինքն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, նրա հոր բիզնեսները հեղափոխությունից հետո բավականին մեծ աճ եւ օգուտներ են ունեցել եւ խոսքը նաեւ գնում է պետական տարբեր ծրագրերի անուղղակի շահառու լինելու մասին, ինչի մասն էր հետաքննությունը։ Մենք պարզել ենք, որ 2018 թվականից 2021 թվականներին, երբ որ Տիգրան Ավինյանը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը եւ նաեւ համակարգում էր գյուղատնտեսության ոլորտը, պետությունը իրականացրել էր ծրագիր, որով օգնություն էր տվել տարբեր կազմակերպությունների ինտենսիվ այգիներ հիմնելու համար եւ տվյալ կազմակերպությունները, տվյալ ընկերությունները այնուհետեւ ենթապայմանագրեր էին կնքել Տիգրան Ավինյանի հոր ընկերության հետ, որը պետքա հիմներ այդ այգիները եւ սա մեզ համար հիմք էր հանդիսացել խոսելու նրա մասին, որ փաստացի Տիգրան Ավինյանի հետ փոխկապակցված անմիջական փոխկապակցված ընկերությունը պետական գումարների անուղղակի շահառու է։ Մենք բոլոր տվյալները ներկայացրել ենք պետական մարմիններից, այսինքն դրանք չկային այդտեղ որևէ ենթադրություն, այլ ամբողջը փաստահեն էր։ Մենք ստացել ենք պետական եկամուտների կոմիտեից օրինակ Irrigate ընկերության, որը Տիգրան Ավինյանի հոր ընկերությունն է, Irrigate ընկերության վերջի տարիների բյուջե մուտքերը, որից պարզ էր դառնում, որ օրինակ 2018-ից հետո տվյալ ընկերությունը սկսել է ավելի շատ մուտքեր անել պետական բյուջե, տվյալ ընկերությունը գործել է 2013 թվականից, բայց մինչև երբ որ համեմատում ենք 13-ից 18 եւ 18-ից հետո բյուջե մուտքերը մի քանի անգամ աճել են, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը, ընկերությունը սկսել է ավելի շատ աշխատանք անել եւ ավելի շատ շահույթներ ունենալ։ Եվ այս ամբողջը ներկայացնելով մենք հրապարակել ենք հետաքննությունը, բացի այդ մենք հետաքննության մեջ նաև հնարավորություն ենք տվել Տիգրան Ավինյանին եւ նրա հարազատներին ներկայացնել իրենց կարծիքը։ Մոտ 1 ամիս մենք տարբեր մեթոդներով փորձել ենք կապ հաստատել Տիգրան Ավինյանի եւ նրա հարազատների հետ, ուղարկել ենք հարցումներ, զանգարել ենք Երևանի քաղաքապետարան եւ խնդրել ենք օրինակ ներկայացնել իրենց կարծիքը կամ պարզաբանել։ Մենք այդպես էլ որևէ մեկնաբանություն նրանցից չենք ստացել եւ դրանից հետո արդեն դեկտեմբերին պարզ է դառնում մեր հետաքննություն հրապարակելուց հետո դեկտեմբերին պարզ է դառնում, որ Տիգրան Ավինյանը դատի է տվել Civilnet-ին եւ դա բացահայտվեց Factor TV-ում տեղի ունեցած բանավեճի ժամանակ, երբ որ Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը բանավեճ են անում եւ հարցնչեց նաեւ այդ հետաքննության մասին եւ նա ասաց, որ ես դատի եմ տվել եւ նաեւ հորս եմ կոչ արել, որ դատի տա Civilnet-ին, մեզ նաեւ աղբանոց անվանեց, ինչի իհարկե շատ մեծ վիրավորանք է մեզ համար, բայց փաստն այն է, որ Տիգրան Ավինյանը չի օգտվել իրեն ընձեռված հնարավորությունից պարզաբանում ներկայացնելու մեր հետաքննության շրջանակում, նա չի օգտվել հերքելու իրավունքից, հերքման իրավունքից եւ նա ուղղակի դիմել է ամենածայրահեղ միջոցին, գնացել է դատարան եւ նա մեզանից պահանջում է 3 միլիոն դրամ։ Եվ նա նաև միջնորդություններ ներկայացվել, որպեսզի մեր գույքի վրա կալանք դրվի այդ հայցավճարի չափով, ինչը դատարանում մերժել էր։ Եվ նաև Civitas հիմնադրամը որոշում է կայացրել նաև հակադարձ հայց ներկայացնել Տիգրան Ավինյանի դեմ, նրա այդ աղբանոցի, լրատվամիջոցներին, մասնավորապես Civilnet-ին աղբանոցին հետ համեմատելու համար եւ նաև զուգահեռ այդ դատն է ընթանում։ Տիգրան Ավինյանը նաև դիմել էր, որպեսզի չվճարի պետական վճարը, նշել էր, որ ինքը մեծ միջոցներ են իր համար, խոսքը 150,000 դրամի մասին է, ինչը իհարկե դատարանում մերժել էր եւ Տիգրան Ավինյանը ստիպված էր եղել հետո վճարել այդ գումարը, որպեսզի հայցը ընդունվի։ Նման դատերը մեծ ճնշում են լրատվամիջոցների վրա, բացի այն, որ դա մեծ ժամանակատար գործընթաց է, դա նաև մեծ ֆինանսներ է պահանջում, ինչը ոչ բոլոր լրատվամիջոցները ունեն, ու մեր դեպքում էլ մենք օրինակ դիմել ենք մի քանի միջազգային կազմակերպությունների, որպեսզի կարողանանք եւ պաշտպանվել եւ հակադարձ հայց ներկայացնել, եւ սա իհարկե մեծ խնդիր է լրատվամիջոցների համար եւ նաեւ մեր դեպքում
քանի որ մենք տվել ենք բոլոր հնարավորությունները, հա, հերքելու կամ պարզաբանելու, մեզ համար հասկանալի է, որ տվյալ դատավարությունը նախաձեռնվել է, տվյալ հայցը ներկայացվել է մեր վրա ճնշում գործադրելու համար։ 3 միլիոն դրամը դա լրատվամիջոցի համար մեծ գումար է, եւ մենք փաստացի այս դեպքում բարեխիղճ ենք գործել։ Մենք բոլոր հնարավորությունները տվել ենք, մենք այդ հա հերքելու կամ պարզաբանելու հնարավորությունները եղել են եւ մեզ համար հասկանալի է դառնում, որ նման դատական հայցի հիմնական նպատակը մեզ ճնշելն է եւ եթե օրինակ դատանը հաստատել միջնորդությունը եւ արգելանք դրվեր մեր գույքի վրա, դա մեզ համար իսկապես մեծ խնդիրներ կառաջացներ, որովհետեւ Հայաստանում լրատվամիջոցները այսպես ասած հարուստ չեն, չունեն ֆինանսական մեծ միջոցներ եւ մանավանդ մեր նման անկախ լրատվամիջոցները, որոնք չեն սնվում տարբեր օլիգարխներից, պետական պաշտոնյաներից եւ ունեն շատ կոնկրետ ֆինանսական աղբյուրներ, որոնք թափանցիկ են յուրաքանչյուրը կարող է տեսնել, որ չունենք մենք նման մեծ միջոցներ, որպեսզի այսպես ասած դիմանանք նման ճնշումների, դրական է, որ դատարանը չի հաստատել այդ միջնորդությունը, այնուամենայնիվ թեկուզ հիմա մեզ համար սա մեծ ճնշում է, որովհետեւ մենք անընդհատ պատրաստվում ենք դատերին, մենք անընդհատ օրինակ փաստաթղթեր ենք ներկայացնում մեր փաստաբաններին, որոնք կարողանան, որպեսզի նրանք կարողանան պատշաճ մեզ ներկայացնել դատարանում, ինչի իհարկե մեզ համար ժամանակատար է եւ մեծ ջանքեր է պահանջում։